Ռուսական զորքերը համառորեն մոտենում են Դնեպրի ձախ ափին, ակնհայտորեն երկու մասի բաժանելու հեռանկարով։ Միաժամանակ շարունակում են առաջխաղացումը Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում։ Անցած մեկ օրում ռուսական զորքերի կենտրոն խմբավորումը Դոնբասում գրավել է Պետրովսկոյե եւ Ալեքսեևկա բնակավայրերը։ Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին, հիմնականում օգտագործելով հարվածային դրոններ։ Ուկրաինական լրատվամիջոցները Խարկովը կրակների մեջ է խորագրով լուրեր հրապարակելով հայտնում են, որ հարձակման հետևանքով այրվել են բնակելի տներ, տասնյակ ավտոմեքենաներ եւ ձեռնարկություններ։ Գնդակոծությունների հետևանքով վիրավորվել է 14 մարդ, որոնցից 4-ը երեխաներ են։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդում է ուկրաինական կողմի հրթիռակոծությունների մասին, նշելով, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդային տարածքում խոցվել է 52 ուկրաինական դրոն, որոնցից 3-ը Մոսկվայի մարզում։ Միաժամանակ Ստամբուլյան պայմանավորվածությունների ֆոնին պատերազմող կողմերն իրականացրել են ռազմագերիների փոխանակում։ Փոխանակված զինվորների թիվը երկու կողմն էլ չեն հստակեցնում։ Ռուսաստանցի զինծառայողներն արդեն Բելարուսում են, որտեղից կտեղափոխվեն Ռուսաստան բուժման եւ վերականգնման համար։ Չհայտարարված այցով այսօր Կիև է ժամանել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, անձամբ գնահատելու իրավիճակը եւ Ուկրաինայի կառավարության հետ քննարկելու լրացուցիչ ռազմական օգնության հարցը։ Նրա այցը հետևում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, որ գերմանական զենքի մատակարարումները Ուկրաինային այսուհետև կլինեն գաղտնի Ռուսաստանին ռազմավարական անորոշության մեջ պահելու նպատակով։ Ընդ որում Մերցը նաև խոստացել է Կիևին մատակարարել հեռահար Թաուրուս հրթիռներ, ինչից նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը խուսափում էր։ Այս զարգացումները վկայում են Գերմանիայի ռազմական աջակցության խորացման մասին, չնայած ներքին քաղաքական տարաձայնություններին, մասնավորապես Պիստորիուսի կուսակից սոցիալ-դեմոկրատների դիվանագիտությանը առաջնահերթություն տալու կոչերին։ Խաղաղության եւ տարածաշրջանային կայունության հարցերը քննարկվել են Օդեսայում կայացած գագաթնաժողովում, որին մասնակցել են հարավարևմտյան երկրները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական պլանները ուղղված են Օդեսային, ինչպես նաև Մոլդովայի եւ Ռումինիայի սահմաններին։ Մեզ հիմա պաշտպանություն է պետք, բայց առաջին հերթին երկարաժամկետ երաշխիքներ, որ այս ագրեսիան չի կրկնվի։ Ռումինիայի նախագահ Նիկուշորդանը մեղադրել է Ռուսաստանին խաղաղ ջանքերը խաթարելու մեջ։ Միակ լեզուն, որ հասկանում է Ռուսաստանը, ուժի լեզուն է։ Ես կոչ եմ անում աջակցել Ուկրաինային, բանակցություններում ուժի դիրքերից հանդես գալու համար։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն զգուշացրել է Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի միջոցով իր երկրի այս տարվա աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերի մասին։ Ի դեպ, գագաթնաժողովից ժամեր առաջ Օդեսան ենթարկվել է ռուսական հրթիռակոծության։ Մերի Դանիելյան, Reopen Media։